Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սանձազերծած պատերազմի 5-րդ օրը հայ-իրանական սահմանը իրանական կողմից Նորդուզի անցակետից փակ է։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, թե խնդիրն իրանական կողմում է, տեխնիկական խափանում կա։ Գիշերվանից ցամաքային սահմանը փակ է քաղաքացիների համար, բեռնատարները սակայն անցնում են։ Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին էական փոփոխություններ չկան։ Ագարակ մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, սպասարկելով թե Հայաստանից Իրան, թե Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։ Պեկից հայտնում են, որ օրական միջինը սպասարկվում է 400-ից 450 բեռնատար, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանի սահման տանող մեղրի ագարակ մայրուղու վրա 3 կիլոմետրանոց հերթ է գոյացել։ Վարորդների խոսքով խցանումը կարող է կապված լինել իրանական կողմի մաքսային ծառայությունների հետ։ Եթե մաքսային ծառայությունը արդյունավետ լինի, մենք արագ կհաղթարենք խնդիրը։ Հակառակ դեպքում մենք կարող ենք այնտեղ ժամերով մնալ կամ նույնիսկ 1 կամ 2 օրով։ Սպուտնիկ Արմենիային ասել է իրանցի վարորդներից մեկը։ Նա նշեց, որ Իրանից տեղափոխում է ամռան եւ այլ շինանյութեր։ Ասաց, որ տեղյակ չէ սննդամթերքի արտահանման հնարավոր սահմանափակումների մասին։ Մեկ այլ վարորդ, որը ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ Իրանից Հայաստան ավանդաբար արտահանում են պանիր, կարագ, մածուն եւ այլ գյուղատնտեսական արտադրանք։ Սակայն ռազմական իրավիճակի եւ ներքին պաշարներ կուտակելու անհրաժեշտության պատճառով Իրանը սահմանափակումներ է դրել մի շարք ապրանքների, հիմնականում սննդամթերքի արտահանման վրա։ Նա նաեւ նշեց, որ Թավրիզի եւ Թեհրանի որոշ բիզնեսներ ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը, ինչը ազդում է մատակարարման ծավալների վրա։ Վարորդները վստահ չեն, թե ինչպես են այս սահմանափակումները ազդելու հայկական շուկայի վրա։ Նիկոլ Փաշինյանը նախորդին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիչվիլին։ Այսօր նախատեսված է Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Փաշինյանն ավելի ուշ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ եւ օգնությամբ, եւ սա շատ բարձր գնահատանքի արժանի եւ արժանանում մեր կողմից։ Հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը, նկատելով, որ խոնանում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը եւ այն կառուցվում է արդեն իսկ հաստատված ավանդույթների վրա։ Նա կարևորել է նաև Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունություն եւ խաղաղություն հաստատելու գործոնը, ընդգծելով. Հայաստանը եւ Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցելու կառուցում խաղաղությունը։ Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ Ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա։ Այստեղ պետք է ուղիղ ասել, որ շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա։ Այդ հնարավորություն հույս ունենք, որ կօգտագործվի։ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը ԱՄՆ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում Ալ Ջազիրային եւ Եվրոնյուզին, պնդելով, թե Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։ Հայտարարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, արժեքներ, ինչպես նաև իմ վարչապետի խոսնակի անունից ներկայացվող մեկնաբանություններն ամբողջությամբ հորինված են եւ չեն համապատասխանում իրականությանը, նշել է նա։ Խոսնակի փոխանցմամբ նախընտրական այս շրջանում գործ ունենք հապատեղեկատվության մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի շարք բնորոշ գործիքներ, կեղծ վերագրում հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից բոտային եւ կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը թեմային արհեստական թափ հաղորդելու նպատակով է արվում։ Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում նույն տեքստերի, նույն ձևակերպումների եւ սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին, պնդել է Բաղդասարյանը։
Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետն այսօր երկարաձգվեց ևս 2 ամսով, հանրային մեղադրողը կալանքը 3 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը արդեն 5-րդ ամիսն է անազատության մեջ է, 65-ամյա Ղուկասյանը մեղադրյալ է միանգամից 3 կաշառք ստանալու, խուլիգանության եւ պաշտոնյական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով։ Նա մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Դատական նիստի ժամանակ էլ լրագրողների հետ ունեցած զրույցում Ղուկասյանը նշեց, չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում ավելի շատ ձայն կհավաքի, քան 2021-ին։ Դիտարկմանը, որ իշխանությունները թոշակներ են բարձրացնում, Գյումրիի կալանավորված համայնքապետն արձանագրեց։ Դա կապ չունի, բոլորն էլ հասկանում են, որ 8 տարի ղեկավարում են, 2 ամիս է մնացել, թոշակ են բարձրացնում։ Ես բնակարանը գնել եմ հիպոթեքով 20 տարի ժամկետով, հակակոռուպցիոն կոմիտեն ինձ չի կանչել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Վերջինս պնդել է, թե մի շարք լրատվամիջոցներ կեղծ ու զրպարտիչ տեղեկություններ են հայտնել իր մասին։ Ուրախ եմ, որ գործընթաց կա, դա հետո բնականաբար կհանգի այն եզրակացությանը, որ ամեն ինչ գտնվել է օրինականության սահմաններում եւ հերթական անգամ կեղծ նյուզերը կջախջախվեն, նշել է նա։ Անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի գործընթացին, Կոնջորյանը նշեց, որ իրեն չեն կանչել, կարծում է իրենք ուսումնասիրում են ընդհանուր կառուցապատողի գործողությունությունը։ Ես դրա մասին հրապարակումներ արել եմ, եթե կա քննություն, ուրախ եմ թող հրապարակեն արդյունքները, գնված բնակարանների մի մասը վաճառել է իմ կողմից գնված գնից ավելի էժան, մեծ մասն էլ վաճառվել է նույն գնով։ 2024 թվականի բնակարանը գնել եմ 20 տարի ժամկետով, հիպոթեքով, էժան չեմ գնել, կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնյական տվյալները առկա են։ Երբ ես հրապարակել եմ այդ պահի դրությամբ նույն բնակարանից 8 բնակարան է գնված եղել, որից 2-ը ձեռք է բերվել իմ գնած գնից ավելի ցածր գնով, 4-ը նույն գնով, միայն մեկն է գնվել 60 միլիոնով, իսկ իրենց հրապարակմամբ ասում են, թե այդ բնակարանների արժեքը 76 միլիոն է, պնդել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը։ Ակնհայտ է, թե ով է Ադրբեջանի թեկնածուն, ես նկատի եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին, ավելին Ադրբեջանն անգամ չի թաքցնում, որ իր համար մեկ աջակցության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին իր այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նրա խոսքով Փաշինյանը կործանում է մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր ազգային ինքնությունը, ազգային պետությունն ամեն օր մսխում է։ Նա նշեց, որ ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու բարերար Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի հանրահռչակ հայրենակիցն է, կարևորագույն անուրանալի անգնահատելի գործեր է արել Արցախի Հայաստանի համար։ Միայն հարգանքի արժանի է, պետք է հպարտանանք, որ նման բարերարներ ունենք, ավելին Սամվել Կարապետյանը հիմնացնում է իմ կարծիքով իրավունքների կոպիտ խախտումներով, անօրինականություններով։ Ես ասել եմ, որ նա պարզապես քաղաքական պատանդ է պահվում, որ թույլ չտան կոնկրետ գործունեություն իրականացնի։ Նրա աջակցությունը հայոց եկեղեցուն նույնպես ունի անուրանալի նշանակություն, ասաց Թաթոյանը։ Միաժամանակ նա նշեց, որ որպես իրավաբան խնդիր է տեսնում, որ մեկ մարդու համար առաջարկում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այսքան տարիներ Հայաստանի խնդիրների արմատը հենց նրանում է, որ ամեն ղեկավար փորձել է իր համար հարմարեցնել սահմանադրությունը, դա ինձ համար անընդունելի է, ասաց Թաթոյանը։ Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի M2 մայրուղու 51-րդ կիլոմետրի հատվածում Զոդի կամրջի մոտ BMW Մակրիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին եւ գլխի վայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վթարի փաստովեդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։